Մինչ ոչի ճակատը կոչ է անում համախմբվել և պայքարել իշխանության փոփոխության համար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը Ազատության հետ զրույցում ասում է կուզենար բոլորին համախմբված տեսնել ԱՅՈ-ի դաշտում։ Ըստ քաղաքապետի, եթե մարդիկ փոփոխություն են ուզում, պիտի դեկտեմբերի 6-ին ԱՅՈ քվեարկեն։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում նույնիսկ յուրաքանչյուր օր փոփոխություն է։ Դուք առաջանքը կարդացել եք։ Այնտեղ շատ լավ մի տող է գրված։ Ասում է ծերունու ապրած տարիները միևնույն ծառի միանման տերևներն էին, այդ իսկ պատճառով խռնվում էր ծերունուս հիշողությունը։ Հիմա եթե մենք ուզում ենք փոփոխությունը լինի, ուրեմն մենք պետք է ԱՅՈ ասենք։ Քարոզարշավի ընթացքում երկու ճամբարներն էլ ակտիվորեն ներկայացնում են իրենց տեսակետները։ Ոչի ճակատից Նոր Հայաստանի աջակից Ժաննա Ժամհարյանը շաբաթներ շարունակ վանաձորցիներին թռուցիկներ է բաժանել։ Մասնակցել է ոչի համար կազմակերպած ստորագրահավաքին։ Վստահ է, ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եկել է իշխանություններին ոչ ասելու ժամանակ։ Մենք ասում ենք, որ այդ հանրաքվեն այս պայմաններում եւ ինքնանպատակ չի լինելու, որտեղ այսօր Հայաստանը ավելի մեծ խնդիրներ ունի եւ այդ 4.5 միլիարդ են ասում ինչքան գումար որ ներդնելու են այս անիմաստ ուրեմն ոչ հանապազորյա խնդիրը լուծելու այդ գումարները իրենք կարող էին ընդամենը ուղարկել սահմանամերձ գոտիները։ Ընդդիմադիր ճամբարում, ինչպես եւ նախորդ համապետական քվեարկությունից առաջ կրկին մտահոգություններ են հնչում ուռճացված ընտրացուցակների ու հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ։ Լոռու հանրապետական մարզպետ մարզի ԱՅՈ-ի շտաբի ղեկավար Արթուր Նալբանդյանը կտրականապես հերքում է այդ պնդումները, կոչ անելով գործընթացը չսևացնել։ Ես ընդհանրապես կասեմ, որ դա իրականությունը չի համապատասխանում, եւ եթե այսօր ոչի ճամբարը ուղղակի տեսնում է, որ իրենք որևէ հաջողություն չեն ունենալու, բնականաբար պետք է փորձեն այդ ճանապարհով նույնպես հանձնաժողովների վրա ցեղչ շպրտեն։